Բարև ձեզ, եթերում հրապարակային շաբաթն է։ Հայաստանը մտավ նախընտրական փուլ եւ արդեն հայտարարվեց ընտրությունների ստարտը։ 19 քաղաքական ուժ է ներկայացել հայտ, փորձում են մասնակցել խորհրդարանական ընտրություններին, մի մասը իշխանություն վերցնելու համար, մյուս մասը ընդհանրապես մասնակցության իմաստով, որպեսզի մի քանի մանդատ ստանան կամ չստանան, կամ պարզապես ճանաչելի դառնան հայ հասարակությանը։ Մենք շաբաթվա իրադարձությունները եւ այս փուլի ամբողջ սպեկտրը կփորձենք հիմա ձեզ ներկայացնել Վահե Հովհաննիսյանի հետ։ Իդեպ Վահեն նույնպես մասնակցում է ընտրություններին, նախընտրական ցուցակներից մեկում է ընդգրկված, բայց քանի որ դեռ քարոզարշավը չի սկսվել, մենք պարզապես վերլուծելու ենք այս իրադարձությունները։ 19 քաղաքական ուժ է մասնակցում, քիչ չէ, բավականին շատ է, որքան էլ որ մենք ուզում էինք, որ ավելի մեծ կոնսոլիդացիաներ գնա եւ փոքր քանակի ուժեր մասնակցեն, որտեղ մեծ քանակի մասնակցությունը նաև ուժերի փոշիացում է նշանակում, հասարակության ընտրողների շփոթ է նշանակում եւ մարդիկ դժվար են կողմնորոշվում, թե ում ձայնը տան, որպեսզի իրենց նպատակները, իրենց ցանկությունները իրականություն դառնան։ Բայց այնուամենայնիվ նաև առանձնացնենք, ընդգծենք, որ նախորդ 21 թվականի ընտրություններին 24 քաղաքական ուժ էին մասնակցում եւ խորհրդարան անցան ընդամենը 3 ուժ, այն էլ երրորդ ուժը միայն օրենքի ուժով անցավ, այսինքն նույնիսկ չէր հավաքել անցողիկ շեմը։ Հիմա տարբեր կանխատեսումներ կան, տարբեր հարցումներ կան, որոնց արդյունքներից կարող ենք եզրակացնել, որ ավելի մեծ թվով ուժեր կարող են անցնել խորհրդարան եւ ըստ էության ես օրինակ կարծում եմ, որ որքան շատ ուժ անցնի անցողիկ շեմը հաղթահարի, այնքան լավ կլինի եւ մեր երկրի համար եւ այդ իշխանափոխություն կոչված մեր նպատակը իրականություն կդառնա, հա, մենք չենք էլ խոսում այլևս այն մասին, որ իշխանափոխություն պետք է թե պետք չէ, որովհետեւ դա կարծում եմ բոլոր նորմալ մարդիկ հիմա դա արձանագրում են եւ դա ուզում են, այդ ցանկությունը ունեն։ Հիմա ուզում էի խոսենք դրա մասին։ 19 ուժից քանիսն ունեն շանս, ինչու են մասնակցում այսքան շատ ուժեր եւ առհասարակ կարող էինք արդյոք մենք ի վերջո որպես հասարակություն այդպիսի պատվեր իջացնել, պահանջատեր լինել, որպեսզի ավելի փոքր քանակի ուժեր մասնակցեին, ավելի մեծ խմբավորումներ, միավորումներ տեղի ունենային։ Արմեն ջան, քո շատ խորքային բազմաշերտ հարցի պատասխանը քո վերջի նախադասությունից է։ Հանրությունը պատվեր իջացրել է եւ պատվերը տեղահասել ավելի լուրջ կոնսոլիդացիա, ավելի լուրջ թիմերի համակարգերի ձևավորում երևի դժվար է պատկերացնել եւ ինչը կատարվել է ընդդիմադիր համակարգում առնվազն 3 խոշոր ուժ այս պահին խորհրդարանում են մենք իրավունք ունենք, չգիտեմ, օրենքը թույլ է տալիս թե չանուններով խոսել, որ ուժերը, բայց կարող ենք, հիմա դեռ քարոզարշավ չկա, հանգիստ կարող ենք խոսել։ Ուժեղ Հայաստան, Հայաստան Դաշինք, Բարգավաճ Հայաստան, փաստացի արդեն խորհրդարանում են, շատ մոտ է Թաթոյանի ուժը հայտնվել խորհրդարանում, ավելի մեծ։ Դու նկատի ունես արդեն հունիսի 8-ի աչքով ես խոսում։ Այո, անպայման, ես տենց եմ նայում, որովհետև շատ դժվար է դինամիկ փոփոխությունները ամեն օր փոխվում է տրամադրություններ, եւ գնալով ամբողջ մայիսը լինելու է անընդհատ մթնոլորտի փոփոխությունների փուլ։ Միշտ տենց է լինում։ Բայց այս ուժերի մասին կարող ենք արդեն հաստատապես ասել, որ վստահ եմ նրանք խորհրդարանում են, բայց մենք մեր զրույցի ընթացքում նաև ֆորս մաժորների մասին վստահ եմ կխոսենք, եւ ավելի մեծ կոնսոլիդացիա իսկապես հնարավոր չէ։ Պատվերը իջել է հանրային եւ պատվերը տեղահասել քաղաքական ուժերի եւ հանրային այն անհատների, որոնք այս վերջի 4-5 տարում իրենց դրսևորեցին որպես սկզբունքային մարդիկ, սկզբունքային գործիչներ եւ ամեն մեկը իր տեղը ինչ որ ֆորմատում գտել է։ 19 կլինի, 29 թե 39 էապես ոչ մի չի փոխում։ Դա շատ փոքր տոկոսի նույնիսկ փոշիացման դեպքում այդ 19-ի մեջ կան անհատներ, ուժեր, որոնք իսկապես ես կուզեի, որ նրանք ինտեգրվեին որևէ այդ խոշոր համակարգերից մեկում, որովհետև իդեպ դեռ հնարավորություն ունեն ինքնաբացարկ հայտնելու եւ դուրս գալու ընտրապայքարից։ Ես կուզեմ, որովհետև այնտեղ կան մարդիկ մեծ պոտենցիալով, անուններ չտանք կամ գուցե ընթացքում տանք, իհարկե կան նաև մարդիկ, որոնք ես չեմ ճանաչել եւ հուսով եմ չեմ էլ ճանաչի, իմ հետաքրքրությունից դուրս են։ Հա, բայց կան մարդիկ, որոնք բավական ինտելեկտով եւ իրենց սկզբունքային պահվածքով արժանի են եւ ես կարծում եմ իրենք նույնպես
կգտնեն այս կամ այն կերպ այդ խոշոր ֆորմատներում ինտեգրվելու։ Այս առումով ել եմ ասում պատվերը հանրայինիչել է եւ ավելին լուսնից չէին իջնելու նոր մարդիկ եւ լուսնից չէին իջնելու նոր ձևաչափեր, ամեն մեկը ունի իր էլեկտորալ պոտենցիալը, իր էլեկտորալ կորիզը եւ մնում է գրագետ աշխատել եւ մեկ էլ ճիշտ հասկանալ, որ ասում են միասնականություն բամա, միասնական ցուցակը չի, որ կարա բավական անհեթեթ միասնական ցուցակ լիներ կամ պրոբլեմատիկ միասնականությունը որոշակի մարտավարությունն է համակեցության կանոններն են, մարտավարությունը եւ չուրախանալ կամ չփորձել շահել մյուսի խնդրից։ Այդ է շատ կարևոր նոր խնդիր է, եթե նպատակը չխփել իրար։ Չեմ կարծում թե այդ խոշորները կխփեն իրար, որովհետեւ այդքան հասունություն այնուհանդերձ կա, բայց երբ որ մենք ֆիքսում ենք նպատակը, որ իսկապես դեռ նպատակը ոչ թե մանդատների քանակն է կամ ես լինեմ իշխանության ձևակերպում, այլ ուղղակի այս փուլից, այս մղձավանջից դուրս գալու, իմ խորին համոզմամբ եթե մեզ հաջողվի, իսկ մեզ իսկապես ունենք բոլոր շանսերը Հայաստանում ծավալել նոր կառավարություն, դա էլ է լինելու անցումային։ Դե խնդիրները եւ մարտահրավերները այնքան շատ են, բայց դա լինելու է անցումային զարգացման դինամիկա, դրա պոզիտիվ դինամիկա, ոչ թե ավելի վատը, այլ ամեն անգամ մենք արդեն հնարավորություն կունենանք ավելի լավ կառավարություն ձևավորել։ Շատ լավ, ես բարձրաձայնեմ այն առարկությունները, որոնք հաճախ հնչում են, ուզում եմ դրանց անդրադառնանք։ Մարդիկ ինչ են ասում են մենք ուզում էինք նոր մարդկանց տեսնել, նոր ուժերի տեսնել, ասպարեզում նոր ուժ չկա, ըստ կան հները կամ մարդիկ, որոնք հայտնի էին, ասպարեզում կային եւ հիմա հայտ են ներկայացրել խորհրդարան անցնելու, իշխանություն վերցնելու եւ ասում են, որ հիմնականում առաջադրված ընդդիմադիր ուժերը ռուսամետ կողմնորոշման ուժեր են եւ Ռուսաստանի ձեռքն են տեսնում, բանն են տեսնում, ազդեցությունն են տեսնում, պատվերն են տեսնում, այդ առումով կան մարդիկ, կա մի խավ Հայաստանում, որը չի ուզում Ռուսաստանի հետ առնչություն ունեցող քաղաքական ուժը գա իշխանության։ Մենք ինչպես ենք պատասխանում, ինչպես ենք առարկում, ինչպես ենք համոզում այդ մարդկանց, որ այդպես չի։ Ատե մի հատ խավ կա նաև, որ երբ խոսում ես, թվում է թե կրթված է, թվում է թե բանա, մտահոգ է, որ քեզ ասում է, իսկ ինչի պիտի է իշխանություն փոխվի, ինչի պիտի էս մարդը գնա, իմ խորհուրդը բոլորին այդ բայց ընդհատել խոսակցությունը։ Իհարկե։ Եթե մարդը Չէ, մենք խոսում ենք այն մարդկանց հետ, որոնք ասում են ես որպես ենթավերնագիր էի ասում քո ասածին, ենթապրոբլեմ։ Եթե տես խավեր կան, եթե հարցնում են ինչի պիտի, եթե մարդը այսքանից հետո այդ հարցը տալիս է, պետք է խոսակցությունը դադարեցնել։ Կա մի խավ, որը իսկապես գտնվում է ինֆոտերորի տակ։ Պրոռուսական ուժեր չկան եւ այլն։ Ամենից շատ Ռուսաստանը աջակցել է այս իշխանությանը, եթե անկեղծ ենք խոսում, 4 անցողիկ ուժերի տեսակ համար ամենաշատը, անկեղծ եմ խոսում։ Եվ 3 այդ ուժերը ընդդիմադիր, որոնք շատ մեծ պոտենցիալ ունեն հավաքելու 50 եւ ավել ձայներ, որևէ մեկը չի գտնվում ռուսական թելադրանքի տակ, ուղղակի չկա։ Հիմա եթե մարդ, որին այսինքն հորինված իշխանական թեզեր են, որը մարդկանց շատ լավ աշխատող, մենք դրան կգանք, որտեվ ընդհանրապես այս արհեստական սոցիալական խավեր են ձևավորվել մեր մոտ։ Շատ արհեստական եւ սոցհարցումները այդ պատկերը չեն ֆիքսում։ Աղավաղված են, մենք դրա մասին առիթ կունենանք կամ գուցե հիմա խոսենք։ Երբ որ կա ռեալ վտանգ, որ այս իշխանությունը վերարտադրվելու դեպքում առաջիկա ամիսներին մեր երկիրը սարքելու է ադրբեջանական գուբերնիա, հաշված ամիսների ընթացքում, երբ որ դու ռացիոնալ կարող ես ասել, ես ձեզ զգուշացրել եմ, հարգելի ընտրող, հարգելի հասարակություն, մի տարի առաջ, 2 տարի առաջ, ընթացքը ոնց է լինելու, այն ժամանակ ասում են բացառված է, ամեն ինչ ասում են բացառված է։ Հիմա եկել ենք այն փուլին, երբ որ կանգնել ենք, որ 300,000 ադրբեջանցի պիտի գա Հայաստան, ասում են, դե ոնց պիտի գա, ասում են շատ հանգիստ, մնացածը ոնց եղավ։ 7 տարի Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ասում էր, որ ամեն զոհողությունները միջանցք չլինելու համար է։ Եվ հայ հասարակության իսկապես այդ իդեայով ապրում է։ Այ ասում էր կարմիր գիծը միջանցք չենք տալու։ Մենակ թե միջանցք, վերջում բարձր կարմիր գիծը ջերմուկի գլխին կանգնած ադրբեջանական զորքն է, միջանցքն էլ եղավ ըստ էության
կարող եք տարբեր անուններ տալ, բայց Թուրքիա եւ Ադրբեջանի միջև ուղիղ տրանսպորտային կապը, որից Հայաստանի օգուտը անկեղծ ասած չի հասկացվում։ Նույնիսկ ամերիկացիները երբ գովում են իրենց տրիպը, դժվար են բացատրում Հայաստանի օգուտը տեղ։ Էդ էլ եղավ։ Հիմա էլ եմ ասում, բայց գանք այդ բանի թեմային, էլի։ Նիկոլ Փաշինյանը շատ հետաքրքիր արհեստական սոցիալական խավեր է ստեղծել, որոնց հետ պետք է աշխատել, եւ այս մի ամիսը կարել լավ ժամանակ է։ Առաջին դա այդ այսպես կոչված պրեմիալիստների խավն է, դրանք մարդիկ են, ովքեր ստանում են արհեստական պրեմիաներ։ Չէ, իսկապես հետաքրքիր, նրանցից շատ-շատերը այսինքն այն հարցումների եւ այն ֆոկուս խմբային ուսումնասիրություն, որ ես տարբեր տիրապետում եմ, խորապես մերժում են գործող իշխանությանը, խորապես։ Բայց ինքը մտել է իր կենցաղային հաշվարկների մի հատ բան, համակարգ, որտեղ ինքը հաշվի առնում այս գումարը, աշխատավարձը, այս պրեմիան, լրավճարը, հիպոթեկս կփակեմ սենց եւ այլ, եւ մարդուն դու չես կարող մեղադրել։ Մյուսը ինֆոտերորի տակ գտնվող խավն է, որը ուղակի այնքան է լսել որոշ լրատվամիջոցներ, որ իրոք հավատում է, որ Ռուսաստանը լրատվամիջոցներ իրենց այո, խոսող գրողներին, երկու խավի հետ էլ պետք է աշխատել։ Նախ այդ խոշոր պրեմիաների, այսպես կոչ պետական համակարգի հետ։ Եվ ամենամեծ հիմարությունն է, ասել ես գալու եմ ձեր պրեմիաները զրկելու եմ, ձեր աշխատավարձների չէ, ոչ։ Հա, իմ խորին համոզմամբ մարդը պետք է իմանա իր կյանքում ոչինչ չի պրեմիաների համակարգում պետք է մտնի արդարության սկզբունքը, ոչ թե դու մարդուն վատություն անես, այլ ընդհակառակ, ավելին, ասենց ներկայացնեմ, չի կարող նախարարը ստանա 7-8 միլիոն դրամ պրեմիա, իսկ նախարարության միջին օղակի աշխատողը 100,000 դրամ։ Դա անարդար է։ Եվ դու պետք է պետական համակարգին ասես, որ ես ընդամենը ուզում եմ քո լրավճարները, քո պրեմիաները կախված չլինեն մեկ հոգու հայացողությամբ, դու իրեն լավ գցնեցիր, լավ ինֆորմատոր եղար, լավ կամակատար եղար, քեզ շատ կտամ, չէ՞, կստանաս մինիմում։ Ոչ, դա պիտի լինի համակարգված։ Եթե կա այսքան գումար, նախարարության ամենաստորին օղակի աշխատողն էլ պիտի ստանա այնքան ինչքան արժանի է, եւ չի կարող իր եւ նախարարի միջև տարբերությունը պրեմիա լինեն բազմաթիվ հազարներով։ Այստեղ արդարության խնդիր է, բայց դա շատ լուրջ սոցիալական խավ է պետական համակարգի հետ, պետք է աշխատել եւ պետք է պետական համակարգին տալ երաշխիքներ, որ այս ընդդիմադիր ուժերը չեն գալու կադրային ջարդի եւ չեն գալու ձեզ հեռացնելու, բերելու յուրայիններին։ Մի անգամ դա արվել է 18-19 թվին, երբ որ առանց աշխատանքային գրքուկ սոցիալական խավը եկավ պետական համակարգ եւ այս տապալումների մի զգալի մաս հենց այդ պատճառով էր։ Մարդիկ, որոնք պարտանում էին փողոց փակելով եւ չունեին ոչ գրագիտություն, ոչ փորձ եւ ասում են, այս սա նախկիններից է։ Ու այդ հարցը մենք շատ երկար ժամանակ չէինք կարող պատասխանել եւ չէինք կարող մեր հասարակության ասել, եղբայր, անհատը գործիչ է, հա կադրը որևէ բան, որտեղ պիտի փորձ գիտելիք ձեռք բերել։ Փողոցում դա չի լինում, դա լինում է պետական համակարգում, դա լինում է մասնավոր համակարգում, դա լինում է քաղաքական համակարգում։ Եվ բոլոր նրանց, ովքեր ունեին կենսագրություն, ասում եք նախկին են։ Այսինքն նորը անկենսագրություն մարդն է։ Անկենսագրություն մարդը ամենավտանգավոր մարդն է։ Եվ հիմա երբ որ ասում կայացած մարդն է, էլի, որը իր տեղը չի գտել։ Քո հարցի այն բանը, որ ասում են ըստ էության նոր դեմքեր չկան։ Եվ ես ասում բոլոր 3-4 հիմնական անցողիկ ուժերը նոր համակարգեր են, նոր։ Եվ ուժեղ Հայաստան, լրիվ նոր մարդիկ են, ավել ինչ եք ուզում։ Եվ կայացած մարդիկ են, բիզնեսում հաջողակ մարդիկ են, կայացած մարդիկ են, փորձունեցող մարդիկ են։ Ուզում եք նոր թիմեր բերել, եկան բյուսը, Վարգավաճ Հայաստանն է, Ծառուկյանից սկսած, որին ասում ես երբեք չեմ ունեցել լիազորություն հարց լուծելու։ Եվ այդ ինքը հիմա գյուղական այցելության հետ հարցը տալիս են։ Ասում են երբ եմ ես ունեցել լիազորություն։ Չեմ ունեցել։ Իր թիմը ծերից ծեր նոր մարդիկ են։ Իր նախագիծը, որով գնում է ընտրության առաջարկ Հայաստանին, լրիվ նոր մի հատ նախագիծ է, նոր տրամաբանությամբ կազմված ներքևից վերև։ Թաթոյան, լրիվ նոր համակարգ է։ Լավ, էլ ինչ եք, նորը որն է, նորը ուզում եք լինի անդեմ, որին չեք ճանաչում։ Եվ կա փորձառուն կա, հանձինս մեծ հարգանքով, Քոչյանի եւ մեծ դաշնակցության եւ այլն, այսինքն ինչ եք ուզում, մարդը չունի, եթե այս երկիրը պետք է կառավարեն անկենսագրություն եւ անդեմ մարդիկ, արել մենք այդ փուլը տեսել ենք ինչով ավարտվեց եւ ինչա սպառնում ձեզ։ Շատ պետք է հասարակության հետ մի բան է պետք անել, ազնիվ խոսել։ Երբ որ դու ազնիվ հանգիստ խոսում ես, նույնիսկ ամենա ցավացնող հարցերը
լուծում ստանում են, մարդկանց հետ պետքա խոսել, որտեղ իսկապես գտնվում են ինֆոտերորի տակ։ Պետական ծառայողների համակարգի մասին խոսեցիր, դրանք կարծեմ 200 քանի հազար մարդ է, եւ լուրջ եւ իրենց սոցիալական, ընտանիքներն էլ հետ է, այո, բավականին լուրջ էլեկտորատ է, բայց կուզեի որ մի ուրիշ խավի անդրադառնանք, որը կարծես թե առանձին մի բանով է ապրում, հա, մոլորակում է ապրում, մեր հետ կապ չունի, քաղաքային բնակչության հետ կապ չունի, այդ գյուղերի մեր բնակիչներն են, որոնք սովորաբար դիմավորում են Փաշինյանին, գնում են, գրկում են, տեսանք մի կին ասում էր, թող իմ կյանքը կարճանա, իմ երեխաների կյանքը կարճանա, Նիկոլի կյանքը երկարի, այսպիսի աբսուրդ բաներ էլ կան, հա, դրսևորումներ կան։ Այդ մարդկանց հետ հնարավոր է խոսել, թե անիմաստ է, պետք չի նույնիսկ այդ խավին մոտենալ եւ դրանց ինչ-որ բան փորձել համոզել։ Արի չծայրահեղացնենք վիճակը, մենք ունենք հետեւյալ իրավիճակը, ունենք գյուղ հավաքական կերպար, շատ դժվար ապրող, շատ բարդ խնդիրներով։ Ի բառից բուն իմաստով մոռացության անտերության մատնված մենեջմենտի տեսակետից եւ Երևանյան թանկ կաբինետներից այդ մարդկանց ուղակի մոռացել են։ Եվ դատարկվող, ծերացող գյուղերը այսօր անվտանգության, ազգային անվտանգության լրջագույն խնդիր է։ Երբ որ մենք ենք գնում գյուղեր, մենք տեսնում ենք լրիվ ուրիշ հայեր, մտահոգ, կարգին, ազնիվ, հպարտ, որոնք ամենևին ոչ մի բան։ Էլի փաստորեն մենք այդ ինֆոտերորի զոհերն ենք, չէ՞ փաստորեն։ Շատ դժվար, ոչ մի դժվարություն չի ներկայացնում ցանկացած իշխանության համար, ցանկացած գյուղում գտնել որևէ տատիկ, որևէ պապիկ կամ որևէ միջին տարիքի մարդ, որ կասի ցավը տարեմ դու ես մեր միակ փրկիչ։ Իշխանության համար դա բարդ խնդիր չի։ Կան մարզպետարաններ, կան մարզպետարանների տակ աշխատող համակարգեր, կան նրանց ընտանիքի անդամներ եւ այլն, դա բարդ խնդիր չի։ Սոցիոլոգիան լրիվ ուրիշ պատկեր է եւ ամենևին տենց չի, որ գյուղերը գործող իշխանության։ Ուրեմն երևի մեզ լսողներին ասենք, որ այդ տպավորությունները, որը իշխանությունը փորձում է թողնել, այդ այցելություններով, Facebook-յան բաներով, հա, այդ ֆեյքերով, մեյքերով, դրանք իրական Հայաստանը չեն ներկայացնում։ Իրական Հայաստանը, հա, լավ իմաստով իրական Հայաստանը բավական վատ պատկեր է ներկայացնում ոչ միայն գյուղում, այլև քաղաքներում։ Գործազրկություն, տոտալ չքավորություն, տոտալ անհուսություն, տոտալ անորոշություն ապագայի իրենց ընտանիքների, այդ մարդիկ նաև լսում են այլ ինֆորմացիոն աղբյուրներ եւ տեսնում են Ադրբեջանի պահանջները նոր, տեսնում են ռեալ ինչա կատարվում եւ մի հարց էր, հա, մենք մեր զրույցը սկսեցինք այդ ռուսականության, հակառուսականության, տոտալ բոլոր հայաստանյան մարզերով կա մի հատ խնդիր, բայց եթե մենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները վատեցնում ենք, ԵԱՏՄ-ի հետ խնդիրներ ունենք, մեր ապրանքը որտեղ է ծախվելու, մեր խնձորը, գազարը, ու այդ մարդկանց պետքա պարզ ասել չի վաճառվելու, սուտա ոչ մի եվրոպական երկիր մեր խնձորը, գազարը եւ այլն գյուղ մթերքը չի ընդունելու։ Հաջորդը, երբ որ ավելին, այս շաբաթ մենք տեսանք, որ հեղուկ գազի գինը ինչքան բարձրացավ, ինչա թե Ռուսաստանը մի քանի օր կանգնեցրել էր այդ մուտքը։ Պաշտոնական Երևանը սադրում է Ռուսաստանին, ինքը ձեռքաբերում լուրջ ճշնամի։ Ռուսաստանը այսօր լուրջ պատերազմի մեջ է։ Կենսական, բառից բուն իմաստով։ Սրանք սադրանքը հասկանում են, ասում են, այ դա ինքնիշխան ենք մենք, ամեն ինչ անենք, որ եթե ինքնիշխանը բարեկեցության կտրուկ անկումն է, սեփական քաղաքացիներին բերել ծանր պայմաններում դնել, մենք շատ մոտ ենք դրան։ Եթե ինքնիշխանությունը հակառակն է, քո հասարակությանը, քո ժողովրդին ստրեսներից, շոկերից հետ պահելն է, կայուն կյանք ապահովելը զարգացման, մենք այլ բոլորակներից ենք խոսում։ Իհարկե, հետո ինքնիշխանություն սրանք այլ կերպ են հասկանում, չէ՞, ասում են խորվիրապը հետևից նկարեն Կարարատը Չերևը, այ դա է ինքնիշխանությունը։ Հիմա նայենք խորվիրապի մյուս կողմի թեման։ Երբ որ իշխանությունը ասում է, ես գնում եմ Թուրքիայի հետ լավացման եւ այլն, նախ դու 5 տարի է գնում ես, ոչ մի քայլ պրակտիկ դաշտում չի արվել, ոչ մի քայլ 5 տարի է դու լսում ես, էսա սահմանը կբացեմ, չի բացելու, մոռացեք։ Սահմանը բացելու է։ Մեր եկեղեցիները դրեցին հիմնահատակ սահմանը բացելու է այն ժամանակ, երբ որ իր ամբողջ համակարգը քեզ կլանելու կլինի պատրաստ։ Հիմա անցնենք այդ համակարգին։ Մենք որ գյուղացիների հետ խոսում ենք, գյուղացիները շատ ավելի գրագետ են խոսում, քան նախարարական կաբինետներում եւ կան թանկ տաղավարներում նստած այն փորձագետները, որոնք իբր թե աշխարհակաղակական վերլուծություններ անում։ Գյուղացին շատ པարզ ասում է, եղբայր, Թուրքիայի սահմանը լավ է որ բացի, թե ոչ, ասում ենք շատ լավ է։ Բայց դու պիտի պատրաստ լինես, որտեղ թուրքական գյուղ մթերքը լինելու է 2 անգամ էժան մերից։
Եվ մեր գյուղացում պետք է ասի դու չես կարողանալու արտադրել, դու չես կարողանալու վաճառել, հեղեղված լինելու հայկական գյուղմթերքի փոխարեն կրկնակի երակի էժան թուրքական ապրանք։ Էս է իրականությունը։ Եվ դու կլանվելու ես։ Հիմա իհարկե պետք է սահմանը բացվի, իհարկե ցանկացած adekvat իշխանություն պիտի փորձեր եւ Հայաստանի բոլոր իշխանությունները 91-ից թվականից սկսած այդ ուղղությամբ աշխատել են։ Ինչ ասել լինել պատրաստ, այսա այսօրվա Երևանյան կաբինետներում նստածները չեն հասկանում։ Ոնց պետք է պատրաստ լինել թուրքական տնտեսական էքսպանսիային դիմակայելու։ Դե խոսեք, ոչ մեկ չի խոսելու։ Ոչ մեկ։ Հա, իսկ դա մի լուծում ունի, մի լուծում կա ընդհանրապես, ուրիշ լուծում չունի։ Երբ որ քո սահմանին աշխատում է ԵԱՏՄ օրենքները, ԵԱՏՄ մաքսային եւ հարկային օրենքները, թուրքական էժան ապրանքը չի կարող այդ էժան գնով մտնի։ Դա նույնն է, ինչ որ թուրքական էժան ապրանքը մի օրում հայտնվի Մոսկվայում, թե հայտնվի Գյումրիում։ Երբ որ դու գնում ես կոնֆլիկտի ԵԱՏՄ-ի հետ, ռուսական, խոր կասկած առաջ եմ, որ դու դա անում ես թուրքական շահ սպասարկելու համար։ Այդ մեր հասարակության հետ պետք է բացատրել, ոչ մի բան պատահական չի լինում։ Հայկական տնտեսական սահմանը ստաբիլ է, եթե դու ԵԱՏՄ տնտեսական օրենքներով ես աշխատում։ Այդ ժամանակ շատ դժվար է էքսպանսիան, որտեղ այլ հարկային մաքսային բաներ աշխատում։ Այսինքն փաստորեն դու չես կարող տնտեսական հաջողություն ունենալ եւ պահել քո գոնե այս եղած բարեկեցության մակարդակը, եթե հրաժարվում ես ԵԱՏՄ-ից եւ Ռուսաստանից։ Կփլուզվի։ Եվ նաեւ այս մյուս կողմում կան պետություններ, որոնք քեզ առաջարկում են։ Այո, եւ դրանք այդ պետություններում կա ճշնամական վերաբերմունք քո ժողովրդի, քո ազգի նկատմամբ, որը ամեն օր արտահայտվում է այդ նույն ասում եկեղեցիների ավերելով, խոսույթով, ադրբեջանական պաշտոնյաների մեկ բանով հակառուսական պլազդարմ լինելու համար։ Ուրիշ բան չի հետաքրքրում։ Եթե հիշում եք ոնց էին հերադիտակով նայում Ղարաբաղի կորուստը։ Ցավակցական հերագրեր, այնքան լավ են գրում, այդ արևմուտքից այդ ցավակցական լացու կոծով, չէ՞, մեկը Փարիզի քաղաքապետներ եկավ Գորիսից նայեց սփակ սահմանը, մյուսը նենց հերագրեր կգրեն, դու ինքդ կհուզվես։ Բայց դրանից բան չի լինում, հա, բան չի լինում։ Այս անվտանգության թեման, նայ, հիմա բոլորը խոսում են անվտանգությունից եւ հասարակության բոլոր հարցումները ցույց են տալիս, որ թիվ 1 օրակարգային խնդիր։ Ինքնին, բայց անվտանգության թեման, եթե նայում ես պատերազմ, խաղաղություն, նեղ բանով, ինքնին դառնում է անվտանգային հարց։ Այդ թեման նեղմի տնկալելը ինքը անվտանգային է։ Եթե նայում ես 100 տարվա, որ շատ կարճ բան է։ Մեր անվտանգային թիվ 1 թեման այն է, որ 100 տարի շարունակ մեր հայկական տարածքները եւ հայկական բնակչությունը նվազում է այս ռեգիոնում։ Կարսի անկումից սկսած։ Էլ հետ չեն գնում միջև այդ։ Թեև կարան գնանք, եթե ուզում եք միջև 15 թիվ գնանք, միջև Արևմտյան Հայաստան գնանք, որը շատ ավելի այլանդակ պատկեր է տալիս։ Միանգամից հայկական տարածքների կորուստ եւ բնակչության ոչնչացում։ Հա, բայց ասում են այդ բոլոր փուլերում Ռուսաստանը վատ դեր է խաղացել այդ ամենի մեջ։ Նայում ենք խնդիրը, էվոլյուցիոն տեսակետից գնում է նույն process-ը։ Կարս, հետո Արցախ 70 տարի չունեցանք, հետո եկավ նույն process-ը։ 50 տարի հետո մենք կարող է որևէ հնարավորություն չունենանք այս թեմաները քննարկելու, որտեղ դինամիկան, մեր անվտանգության խնդրի դինամիկան է դա։ Այս ռեգիոնում հայկական տարածքների նվազում, հայկական բնակչության արտագաղթ։ Հիմա եթե մենք սա չենք ուզում հասկանալ, սրա կանգնացնելու նախ պետք է խնդիր հասկանալ ու կանգնացնելու ձևերը։ Ոնց ես պահում քո տարածքը, ոնց ես պահում քո բնակչությանը։ Ադրբեջանի, Թուրքիայի կենսական պլանների մեջ, ոչ թե կենսական, ընդհանրապես իրենք այլ բան չեն մտածում։ Այդ քաղաքականությունն է, քո տարածքները փոքրանա, քո բնակչությունը դուրս գա։ Հիմա դու պիտի մյուս քո ստրատեգիական խնդիրը հակառակը պիտի լինի։ Հիմա մեր ամբողջ քաղաքական պետական միտքը պետք է աշխատի այդ քո ստրատեգիական խնդրի լուծմանը, բայց մեր մոտ այդ քննարկումները չկա։ Այդ քննարկում եւ չեմ պատկերացնում։ Մի հատ էլ իմ համար ես զարմանալի բան եմ ֆիքսել։ Առաջի անգամ Հայաստանում, որ նախընտրական փուլում ծրագրային բանավեճը տապալում է իշխանությունը։ Միշտ եղել է հակառակը։ Իշխանությունը միշտ տապալում, որտեղ ասելիք չունեն։ Միշտ մենք 91-ից հիշում ենք, իշխանությունը ամեն դեպքում իշխանությունն է, ունի ծրագրեր, ունի ինչ որ հաջողություններ կամ անհաջողություններ, հա, ունի նախարարություններ, որ գալիս են ժողովրդին, մենք էս ենք անելու։ Ընդդիմությունը միշտ ուներ սրեր։ Արդյոք լեքսիկոնի, բառապաշարի, արճակատն, դա ընդդիմության օգուտ է։ Հիմա հակառակն է։ Այս 3-4 ընդդիմադիր ուժը բերել են ծրագրային դիսկուսիա։ Շատ դժվար է գնում։ Դեմից գալիս է կբռնեմ,
կվիրավորեմ, այս կանեմ, այն կանեմ, կնստեցնեմ, բա քո գույքը իշխանությունը տապալում է ծրագրային դիսկուսիան, սա շատ վտանգավոր բան է, իսկ դա անում որտեվ ասելիք չունի։ Ինքը հո գիտի, որ ասելիք չունի, ինքը հո գիտի, որ իր վերարտադրումից 3-4 ամիս հետո գալու է ադրբեջանական նոր պահանջների կատարման փուլը։ Ինքը հո գիտի ու գալու է ասի, եթե խաղաղություն եք ուզում, սա պիտի զիջեք, սա։ Եվ երևի թե առաջի անգամ է, որ իշխանությունը ոչ թե ուզում է վերարտադրվել, որ ես լավն եմ, ես դրական եմ, ես կարող եմ այս անել, այն անել երկրի համար, այլ հակառակ վախեցնելով է փորձում ընտրվել, չէ՞։ Ասում է պատերազմ կլինի, ասում է կբռնեմ, ասում է ով հիմա փորձի ծրագրային որևէ խոստում տալ, դա կաշառք է, եւ այդ բանով ձերբակալեցին, չէ՞, շաբաթ ուժեղ Հայաստանի ներկայացուցչին։ Նեգատիվ իշխանություն է, ինքը նեգատիվ է, նեգատիվով ուզում է քվեստանալ։ Երևի ինքը մտածում է, որ վախը ավելի հզոր գործոն է, մարդուն առաջնորդող դեպի ընտրություն, քան դրական ուրեմն դա բանը, դա արհեստական բան, էվոլյուցիան միշտ պոզիտիվի վրա չկա տենց հասարակություն, որտեղ նեգատիվը հաղթի, չի լինում, ուրեմն մենք կգա վթարի այս իշխանությունը, չի կարա, ինչքան էլ հասարակությունը խեղճացած լինի, անտարբեր լինի, վախեցած, մեկը մարդիկ իրենց ընտանիքների համար պոզիտիվ սցենարներ են ուզում, իսկ այս իշխանությունը չի առաջարկում։ Հետո քանի որ ընտրությունը նաև ի վերջո փակ գործողություն է, հա, մարդը կարող է այս պահին ցույց տա, որ վախենում է, չարճակատվի, ընդդեմ չգնա, հակառակ բաներ չասի, հա, քայլեր չանի, ասի շարժ փորձանքից հեռու, բայց գնա քվեաթերթիկը գցելուց արդեն լրիվ ուրիշ կերպ պահի է։ Դու ճիշտ ես ասում, մեր հարցումներով, հա, որ տարբեր մարդիկ անում, կա հսկայական մի հատ տոկոս, որ չեմ կողմնորոշվել, չեմ ասի։ Ուրեմն համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ այդ սեգմենտի ճնշող մեծամասնությունը քվեարկում է անդեմ իշխանության։ Այդ քո ասած ֆորմուլան է, չի հրապարակում, չի բարձրաձայնում, ինչ-ինչ պատճառներով, բայց ինքը փակ բանում քվեարկելու է նենց ինչպես ճիշտ է համարում։ Գիտես, կուզեի մի փոքր խոսենք այն մասին, որ մի կողմից ուրեմն վախի գործոնն է աշխատացնում, բռնում է, կալանավորում է, հա, ասենք 2 ամսական երեխա ունեցող կնոջը ձերբակալում է, տանում է, այն դեպքում, որ իմ քայլը հիմնադրամը հանգիստ աշխատում է այս փուլում եւ այլն։ Այդ վախի գործոնը հասկանալի է, դա շատ սիրելի գործիքն է Նիկոլ Փաշինյանի, որ 8 տարի է կիրառում է եւ շարունակելու է կիրառել, իհարկե այդ գործիքը նաև մաշվում է, հա, այդպես չի, որ ինքը անվրեպ գործում է, բայց մյուս կողմից էլ փորձում է ցույց տալ, որ աշխարհը ինձ ընդունում է, աշխարհը ինձ աջակցում է, հա, բոլոր հնարավոր տեղերում, նույնիսկ երբ որ Ռուսաստանի հետ ակնհայտ կոնֆլիկտ կա եւ վերջի հանդիպմանը գոնե բաց տեքստով եթերում հնչեցրեց Պուտինը իր բոլոր պրետենզիաները, ինքը եկավ հայտարարեց, որ ես ունեմ շատ ջերմ հարաբերություններ Ռուսաստանի նախագահի հետ եւ ընդամենը օր անց մեր հաղորդումից Եվրոպայի բավականին առաջնորդներ գալիս են, այդ թվում Մակրոնն է գալիս, ոնց որ Կանադայի վարչապետն է գալիս, մեծ թվով պաշտոնյաներ գալիս են եւ փորձելու են ցույց տալ, որ մենք աջակցում ենք Նիկոլ Փաշինյանին եւ ուզում ենք իր վերընտրությունը։ Իսկ մի 2 ամիս առաջ էլ գիտենք Ամերիկայի փոխնախագահ եկավ եւ նորից էլի բաց տեքստով հայտարարեց, որ մենք կուզենանք մնա Նիկոլ Փաշինյանը եւ իր քաղաքականությանը աջակցում ենք։ Ես ճիշտն ասած այդքան լավ չեմ զգում հասարակական վերաբերմունքը այս աջակցությանը, հա, արդյոք մարդկանց վրա իրոք ազդեցություն է դա թողնում, ասենք, չգիտեմ, Մակրոնը իր կողքը կանգնեց կամ Ջիդի Վենսը, չգիտեմ ինչ ասեց, այն գյուղում նստած մարդը նայում է, ասում է, հա, դե ուրեմն պետք է գնալ եւ Նիկոլին ձայն տալ այս պարագայում։ Այդ կուզեի դրա մասին էլ մի փոքր խոսեինք։ Բադ բարի։ Արևմուտքը աջակցելու է մինչև այն ժամանակ, քանի դեռ Հայաստանի փաստացի վարչապետը հակառուսականության կրողն է, որովհետև այդ մարդկանց եւ շատ նորմալ է արևմուտքին չի հետաքրում Հայաստանը իր խնդիրներով եւ հայ ժողովուրդը իր տառապանքներով, մենք դա տեսանք Արցախի օրինակով, ամենևին չի հետաքրում, իրենց հետաքրում է Հայաստանի իշխանության պաշտոնական Երևանի հակառուսականությունը։ Դրանից ինչ կշահի Հայաստանի ժողովուրդը եւ Հայաստանը մենք գիտենք, որ ոչինչ չի շահի, այլ կտուժի։ Ամերիկյան աջակցությունը, հա, Վենսը ինչ որ աջակցության նոտաներ, այնուհետև Վենսը Բուդապեշտում Հունգարիայում աջակցեց Օրբանին, որը փառայեղ պարտություն կրեց եւ փոխվեց դարաշրջանը։ Գիտեք, աջակցել խոսքերով եւ աջակցել մեխանիզմներով դրանք տարբեր բաներ են։
Այսօր արևմուտքը չունի մեխանիզմներով աջակցելու որևէ տարբերակ։ Այդ էս կարան բարոյական աջակցություն, որ հայ ժողովուրդը շատ սիրում է, իր բոլոր ողբերգություններից առաջ ինքը միշտ տանում է բարոյական աջակցություն։ Չկա մեխանիզմ։ Եվ ավելին ասեմ, ամերիկան, պաշտոնական Վաշինգտոնը խորապես իր օրակարգում չկա այն ինչ որ կա։ Հա ունի մի հատ նախաստորագրած թուղթ trip-ը, այդ trip-ը մոռացել են այսքան այդ։ Երբ որ հիշի իր համար մեկ աստեղ որ իշխանությունը կլինի, եւ իսկապես ամերիկան այն պետությունը չի, որ այդ հանգիստ կարաս ասես, ես չեմ ստորագրում կամ չեմ շարունակում քո հետ խոսել։ Իր համար խորապես մեկ իշխանության շարունակելու է այդ բանակցել եւ աշխատել։ Ասել, որ Վաշինգտոնում այսօր դարտուցավը կորցրած մտածում են հունիսի 7-ին այստեղ ինչ կլինի, դա ծիծաղալու է, որտեվ 90 միլիոնանոց Իրանի հետ նա չի կարողանում պատերազմը դադարեցնելու, դեմք փրկելու ֆորմուլաները գտնել։ Այս պահին խոսել թե շատ հետաքրքրում է Եվրոպայում սկսվում է կառավարությունների փոփոխման շքերթը եւ այն անձինք մի հատ որ հետ գնանք 1-2 տարի առաջ ում հետ որ բանակցում էր Փաշինյան նրանք արդեն չկան Շարլ Միշելները բանը ում հետ որ թաղեցին Արցախը ժպիտները դեմքներին այդ նրանք չկան եւ ինստիտուցիոնալ հիշողությունը շատ դժվար է աշխատում արդեն եւ Եվրոպան ինքը սկսում է փորձել Ռուսաստանի հետ նորեջ բացել, նոր լուծումների գնալը, ռացիոնալ լուծումներ։ Այս պահին դառնալ Հռոմի Պապից կաթոլիկ եւ Հայաստանը սարքել հակառուսական պլազդա նշանակում է անել մեծագույն վատություն սեփական ժողովրդին, բայց կարծում եմ կփորձի անել։ Այլ հարցը որ մեր հասարակությունը այսքան բան տեսնելուց հետո եթե ինքը զգաց որ այդ գիծը չի աշխատելու է որ իրեն վերարտադրվի մեր մոտ եւ հակառուսականությունը եւ արևմտամետությունը տեսակ իրացիոնալ են երբ որ դու մարդկանց հետ խոսում ես ասում ես ռուսների դու ունես երկու տարբերակ կամ թշնամանալ կամ փորձել հարաբերություններ կարգավորել քո շահերը պաշտպանել ինչպես դա պետք է անել մարդկանց հետ կարող ես հանգիստ դիալոգի մեջ մտնել Ավելին ես ասեմ, մենք այսօր այն վիճակում չենք եւ այն ռեսուրսը չունենք, որ որևէ մեկի թշնամանալ, որևէ մեկի հետ եւ Հայաստանի ցանկացած իշխանություն, ցանկացած շատ հանգիստ աշխատելու է արևմուտքի հետ, Եվրամիության հետ, Միացյալ Նահանգների հետ, Ռուսաստանի հետ փորձելու է նորմալ հարաբերություններ ստեղծել եւ ցանկացած իշխանություն բանակցելու է եւ Ալիևի հետ եւ Էրդողանի հետ եւ Ալիևից ու Էրդողանից հետո եկող նոր իշխանությունների հետ, այսա Պարզապես մի քիչ ողնաշար ունեցող մարդ պետք է լինի, որ երբեմն ոչ ասի, երբեմն հակադրվի, հայկական շահը առաջ տանի, ոչ թե ստրուկի պես ենթարկվի թշնամուն։ Այդ բառը շատ նենց պոպուլար լավ հնչեց, հալ կարելի բարդ տերմիններով ասել, բայց իսկապես պետքա մի իշխանություն, որը պարտություն չի տեսել։ Շատ կարևոր է։ Այդ էլ մի կողմից պարտված իշխանությունը, երբ որ ինքը հետո շարունակում է հետ պարտության փուլը, այս վիճակն էլ ցանկացած կապ չունի հայ ես հայ չես որևէ երկրում պարտված իշխանությունները հեռանում են շանս են տալիս որ նոր սպորտում պարտված ֆուտբոլի մարզիչը գնում է որ նոր մարզիչը գա նոր մթնոլորտով թիմ սարքի պետություններում առավել եւս դա Եվ մի վերջին բան շաբաթվա ընթացքում կենտրոնական ընտրական հանձնաժողով ընդունեց հայտերը մի քանի կուսակցությունների քաղաքական ուժերի փաստաթղթերում թերություններ կային հետ տվեց, բայց Փառք Աստծո այդ ցանկի մեջ չէին առաջատար ուժերը քաղաքական եւ կարող ենք ասել, որ ուժեղ Հայաստանը, Հայաստան Դաշինքը, ԲՀԿ-ն, Թաթոյանը եւ ելի մի քանի ուժ արդեն կարող ենք ասել, որ գրանցված են որպես առաջադրված ուժեր, բայց դեռ կա մի հնարավորություն, որ իշխանությունը կարող է օգտագործել դա վարչական դատարանի միջոցով այս ուժերից որևէ մեկին խաղից հանել, հա, դիմել դատարան եւ չեղյալ համարել նրա գրանցումը։ Ես կուզեի մի փոքր ներկայացնենք մեզ լսողներին, թե այդ դեպքում ինչ կարող է տեղի ունենալ, եթե առաջատար 3-4 ուժերից որևէ մեկին այս իշխանությունը համարձակվի թույլ չտալ, որ մասնակցեն ընտրություններին, այսինքն քվեած թերթիկում չլինի նրանց անունները։ Շատ բարի։ Միջազգային փորձ ունենք այսպես կոչված մոլդովական տարբերակ եւ ունենք ռումինական վերջի 1-2 տարում։ Մեր մոտ շատ են սիրում խոսել մոլդովականի, մոռանալով ռումինական։ Հիմա մենք փորձենք հասկանալ ինչի մասն է խոսքը։ Մոլդովական չեղարկեցին արդյունքները։ Այո, մոլդովական տարբերակի դեպքում գրանցում են հետո չեղարկում են
ռումինական տարբերակի դեպքում հաղթում անդիմադիր տեխնացուն, սահմանադրական դատարանը չեղարկում է ընտրությունների պատճառաբանելիության, որ հիբրիդային ազդեցություն, ռուսական ազդեցություն է եւ ԵՄ-ն ողջունում է, որից հետո անցնում է մի երկար փուլ, հետո սահմանադրական դատարանը, թե որ միջազգային դատարանը ընդունում է, որ սխալ է տեղ ունեցել, բայց բանը բանից անց։ Այս իշխանությունը ունակ է ամեն ինչին։ Եվ եթե ինքը ռիսկերը կարողանար ճիշտ հաշվարկել, վաղուց կաներ այդ քայլերը 1 կամ 2 առանցքային ուժի չգրանցել, դրանք իսկապես ռիսկերի հետ են կապված։ Լուրջ ռիսկերի։ Ու ես գաղտնիքը ասեմ, ոչ միայն դա իմ վերլուծության արդյունքն է, բայց նաև միջազգային նորմ կա։ Եթե Հայաստանում խնդրեմը ոչ թե այս կամ այն ուժի բարձր վարկանիշն է, իշխանության համար, ոչ թե դիմացինի բարձր վարկանիշն է, այլ կոնկրետ մի ուժի 1 կամ 2, այլ իր սեփական ցածր վարկանիշը։ Մոլդովականում տենց չէ, թողեցին մյուսներն մեկը քոնը չի բարձրանում։ Այո, հակառակը ժողովուրդը կատաղելու է, զայրանալու է։ Ես վստահ եմ, այս բանաձևը շատ լավ հասկանում է Նիկոլ Փաշինյանը, որտեվ եթե ինքը չհասկան, ինքը կաներ։ Դրա համար ինքը շատ զգուշ 3-4 Եթե ինքը բարձր վարկանիշով ուժին չի թույլատրում, դա չի նշանակում, որ ցածրը բարձրանում է։ Եվ հնարավոր է մի քանի սցենար՝ պորտկում, փողոցային, էլեկտորատի բաժանում մյուս ընդդիմադիրների միջև, ընդհանուր բոյկոտ, նոր միավորների ինչ որ եւ այն չկողմնորոշված զանգվածը գնում է դեպի ընդդիմություն։ Դա այդ տենց հեշտ չի։ Դա հեշտ չի, եթե իշխանությունը դա չհասկանար, ինքը կաներ։ Շատ լավ հասկանում է։ Էլ եմ կրկնում, իշխանության խնդրեմը այսօր ոչ թե դիմացինի բարձր վարկանիշն է, այլ իր սեփական ցածրը, որը որևէ կերպ, որևէ հաշվարկում չի բերում կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ ձայների։ Էսա Հայաստանի փակուղի։ Ռումինական սցենարը ես խորհուրդ կտամ շատ ուշադիր լինել բոլոր ընդդիմադիր ուժերին։ Եվ եվրոպական աջակցությունը, այդ ում Երևանում կանալիք այդ միջոցառմանը, դա կարա լինի թեմաներից մեկը, որ եթե ես հանկարծ պարտվեմ, ես ունեմ 2 ամիս դեռ ունի իշխանության գալ, իշխանության մնալու։ Ինքը կարող է ուժային լծակներով իր սահմանադրական դատարանով այլն փորձի չեղարկել եւ ստանալ Եվրամիության լուր կամ ինչ որ կիսալուր աջակցություն։ Բայց հանրության աջակցությունը Բայց դա բերելու է կարճաժամկետ լուրջ ճգնաժամի, որտեղ չի կարալու արդեն ասի ես Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետն եմ, որտեղ այդ նախադասությունը արդեն դեվալվացվում է։ Ռումինիայում էլ լուրջ խնդիրներ առաջացել։ Մեկա գալիս է, այդ եմ ասում, բերում է կարճաժամկետ ճգնաժամի, որից տուժում է երկիրը, բայց միևնույն է լուծումը կա։ Այս առումով մեզ իսկապես շատ դժվար ամիսներ են սպասում, շաբաթներ, ամիսներ, եւ որտեղ ընդդիմության համար ամենակարևոր գործիքը ուղեղն է, ամենակարևոր օրգանը, ուղեղը։ Դա շատ նուրբ շախմատային ինտելեկտ է պահանջում եւ ազնվություն, չանել անազնիվ քայլեր եւ аնել գրագետ քայլեր։ Շատ սիրուն էր։ Սենց էլ ավարտենք այսօրվա հաղորդումը։ Չանել սխալներ եւ անել գրագետ քայլեր։ Շնորհակալ եմ։ Այսօր այսքան։